Ես ասացի, որ օսլա պարունակում է հիմնականում կարտոֆիլը։ Կարելի նո մի հատ կարտոֆիլը ասենք ընդհանուր ընտանիքի համար, այո, սիրում են ցավոք սրտի սիրում են։ Բայց մնացած բանջարեղենները բոլորը թույլատրել են, կաղամբը, ծաղկակաղամբը, բրոկկոլին, մանավանդ ճարպային փոխանակության համար դրանք շատ կարևոր են։ Ուղղակի բազուկը պետք է հանել, բայց մնացած բոլոր բանջարեղենները թույլատրել են եւ ոչ միայն թույլատրել են, նրանք ցանկալի են։ Հիմա գանք հացին։ Չէ, մարդկանց մեջ չգիտես ինչի տարածված է, որ սպիտակ հաց չի կարելի, բայց սևը կարելի է, ներողություն, նախ գանք սևի գույնին։ Ցավոք սրտի մենք շատ լավ գիտենք, որ շատ արտադրամասերում նույն սպիտակ հացը ներկվում է, դա իրական սև հացը չի։ Իսկ ինչի է մուգ գույնի լինում հացը, նա զտված մաքուր ալյուրն է, իսկ երկրորդ այսպես ասած տեսակի հացը, որը ավելի մուգ գույն ունի, չզտված է, նրա մեջ կա թեփ։ Ինչ դեր է խաղում թեփը։ Մի փոքր ածխաջրատի քանակը ավելի քիչ է ներծծում, որտեղ մեր աղիներում թեփը թույլ չի տալիս, որ ածխաջրատը ներծծի։ Բայց եթե դուք օգտագործել եք 100 գրամ սպիտակ հաց եւ 100 գրամ երկրորդ տեսակի հաց, մի դեպքում ենթադրենք անջատվեր 80 գրամ, մյուս դեպքում 60 գրամ գլուկոզա։ Այսինքն շատ քիչ է տարբերությունը։ Այստեղ գործարից թեփը, եթե իրոք այդ մուգ գույնը պայմանավորված է թեփի առկայությամբ, ուրիշ ձև չկա սև հացի։